եւ անշուշտ դեմ ենք ռաբիզի։ Հա, դրա մասին անպայման խոսենք։ Դե գիտեք ինչ է, ռաբիզը ինքը հիվանդություն է, որ տարածված է, շատ լուրջ հիվանդություն է։ Բայց այստեղ ինչ-որ մեկի թերացումը կա, չէ՞, որ ինքը այդքան տարածված է։ Հայկական մշակույթը, երբ այսպես նայենք, շատերը չէ որ ապրում են հենց մաքուր հայկական երաժշտությամբ, գրականությամբ, որտեղ ուզում եք մտեք, առաջինը երևի ռաբիզն է կամ ինչ-որ էժանագին այդ պոպ երաժշտությունը, որ հայկականի հետ որևէ կապ չունի։ Ինչու է տարածումն այդքան մեծ եւ այստեղ արդյոք արվեստագետների եւ նույնիսկ մեր լրագրողների բացը չկա։ Գիտեք, այստեղ շատ կարևոր է երեխուն գրթությունը առաջին հերթին տան մեջ, երկրորդ հերթին դպրոցում, եւ հետո ընդհանուր առմամբ քաղաքը ինչ միջոցառումներ է ձեռնարկում, որ նպաստի այդ ամեն ինչին։ Օրինակի համար, եթե սկսենք տան մեջ, եթե տան մեջ երեխան լսում է կոմիտաս կամ դասական երաժշտություն կամ այնպիսի երաժշտություն ժողովրդական գյուղերում օրինակ եմ, եթե իր տատիկից, պապիկից լսած երգերը ինքը սիրում է ու կարողանում է նորից երգել ու կիսվել, կնշանակե դարերից եկած այդ մեր ժողովրդական երգը շարունակվում է։ Բայց Աստված, գիտեք ինչն է հետաքրքիր, Աստված մեզ այնքան բան է տվել։ Այսինքն, երբ որ տեսել է, որ մենք արդեն ոչնչանալու եզրին ենք, տվել է մի մարդ, Մեսրոպ Մաշտոց,